2020 թվականի հարգելի բարեկամներ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 4-րդ կետում գրված է. Параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы. Այդ ստորագրությունից հետո ընդամենը չանցած 10-15 օր Շիրակի մարզից ուղարկում են մեկ վաշտ Խցաբերդ եւ Հինթաղեր եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից վաշտի տղաները ձերբակալվում են իրենց տեսանկյունից, գերեվարվում են մեր տեսանկյունից։ Բայց եթե փաստաթղթին նայենք, եթե նայենք այն փաստաթղթին, որը ստորագրել է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը, այդ տղաները ձերբակալվել են։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ 22 թվականին հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն իրենց իրականացրածը եւ իրականացնելիքը ել ավելի ամրացրեց տվեց մեծ լեգիտիմություն։ Շիրակի մարզի պատկան անձանց զինկոմիսարիատի մարզպետարանի աշխատողների պիտի հիշեցնեմ, որ մարզպետարանային կառույցն է, որն իրականացնում է տարածքային քաղաքականությունը կառավարության եւ պատասխանատու է զորակոչի եւ զորահավաքի համար։ Հարց եմ տալիս, ասում այդ տղեկին ինչ եք ղրգել։ Ինչ եք ոսկեղենիկ հայերենով ասած պատստավ կա արել պատերազմից հետո։ Տղաները տարիներ շարունակ անցկացրեցին Բաքվի բանտերում։ Ասում է դե մենք ուղարկել ենք Գորիս, դրանից հետո ինչ է տեղի ունեցել, մենք տեղյակ չենք։ Եթե որևէ պետության մեջ բարձր պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները առաջնորդվում են բացառիկ անպատասխանատվությամբ, բացառիկ այլանդակությամբ, ես չգիտեմ սա ինչպես կոչել, այդ պետությունը ոչ միայն շանսեր չունի երկարաժամկետ գոյատևելու, այլ նաև իրավունք չունի։ Այդ պետությունը նման ջոչերով իրավունք չունի գոյատևելու։ Զինկոմիսարիատի աշխատողին ասում եմ 91 թվականի փաստաթղթերով Ադրբեջանի կազմում եք ճանաչել Արցախը։ Մինչ այլս ես պիտի ասեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում Շուշին գրված է Շուշա։ Այնտեղ մի այսպիսի ֆրագմենտ կա. Дорога не будет затрагивать Շուշու։ Շուշու դա Շուշայի հոլովված ձևն է, ոչ թե Շուշիի։ Հարց եմ տալիս զինկոմիսարիատի աշխատողին, ասում եմ 91 թվականի փաստաթղթերով ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կազմում է ճանաչել Արցախը ոչ թե ստիպված, ինչ որ հանգամանքներից ելնելով, պարտությունից ելնելով, չի ասել ստիպված եմ ճանաչել, նոր իրողություններից ելնելով եմ ճանաչել, ասում է 91 թվականի փաստաթղթով եմ ճանաչել։ Այսինքն ստացվում է, որ 91 թվականից հետո բոլոր ղեկավարների օրոք, այն մարդիկ, ովքեր այդտեղ ծառայել են, այդ թվում նաև իր օրոք, այդտեղ եղել են օկուպանտ խուժաններ։ Զինկոմիսարիատի աշխատողին հարց եմ տալիս, ասում եմ դու օֆիցեր ես, ո՞նց ես սրան նայում։ Դե ասում է ես չեմ ուղարկել, հարցը քեզ չի վերաբերում, ասում է։ Միգուցե դու այդ ժամանակ չես ծառայել, կամ 18-20 թվականներին, երբ Նիկոլը իրար հետևից զորակոչը ուղարկում էր Ադրբեջան, չես ծառայել, այլ համակարգում ես եղել, բայց ձեր ինստիտուտը սրա մաս է կազմել, գլխավոր։ Դու ո՞նց ես սրան նայում։ Ասում է մենք չենք ուղարկել էլի։ Ասում բա ով է ուղարկել, ասում է ժողովուրդն է ուղարկել այդ մարդկանց։ Ժողովուրդն է այդ զորակոչերը ուղարկել։
Վաղը մյուս օրը դուրս են գալու, ասելու են ժողովուրդն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Էլի գալիս ենք բացառիկ անպատասխանատվության։ Որևէ մի դաշնակ մաշնակ չի ասում, չի պրոցես սկսում, պարլամենտում չի ասում, եթե դու 91 թվականով ճանաչել ես, զորակոչը ինչու ես ուղարկել։ Զորակոչը ինչու ես ուղարկել այս թեմայի վերաբերյալ համարյա 0, համարյա, նու կարող է կուլուարներում ինչ-որ, համարյա 0, բայց սա պիտի դառնար գլխավոր քննարկվող հարցերից մեկը, որովհետև հանցագործություն է տեղի ունեցել։ Մարդը 19-20 թվականների զորակոչը ուղարկում է Աղդամ Ջաբրայել, հետո ասում է Շուշին 91 թվականի փաստաթղթերով Շուշա է։ Բայց դաշնակ մաշնակը չի կարող այս հարցը բարձրացնել, հասկանալի պատճառներով, որովհետև իրենք եւս մաս են կազմել այս ամենի։ Իրենք մաս են կազմել, հասկանում եք հարգելի բարեկամներ։ Այս խաղի վինցիկներից մեկն են եղել։ Եվ մինչև հիմա վինցիկներից մեկն են։ Տարիներ շարունակ հարյուրավոր հարգելի բարեկամներ, հարյուրավոր հայ զինվորներ, աֆիցերներ զննության են ենթարկվել, պաշտպանության նախարարությունն էլ չի հերքում։ Պաշտպանության նախարարությունը արդեն չի հերքում։ Սա ակնհայտ բան է։ Հարյուրավոր մարդիկ են խոսում կոմենտարիաներում գրում են։ Հարյուրավոր մարդիկ, որ դա իրականություն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ հասնելու համար պիտի զննության ստորացման ենթարկվես դու։ Եվ սա չի դարձել հանրային քննարկվող, հիմա արդեն դարձավ։ Տարիներ անց միայն դարձավ։ Դաշնակ պատգամավորներ։ Դուք չգիտեք այդ դիրքերի տեղերը, դուք տեղյակ չեք։ Բայց ինչու չեք բարձրաձայնել։ Բայց Նիկոլի դեմ եք պայքարում, դաշնակ մաշնակներ։ Դեռ մի հատ բան կա հանրապետական, Աբրահամյան Տիգրան կա։ Բայց ինչու չես բարձրացնում այս հարցը։ Այդ քո բանակից փախած խմբակցությանը ղեկավարը ինչու չի բարձրացնում այս հարցը։ Նիկոլի դեմ եք պայքարում։ Դիրքերը շրջապատված են 3 կողմից, ադրբեջանցիների կողմից, եւ արանքը զինվորներ է ուղարկում Հայաստանի Հանրապետության գենշտաբը։ Ինչի համար է զինվորներ ուղարկում։ Հարյուրավոր մարդիկ գտնվում են ուղիղ պատանդարության տակ, սրա պատասխանատվությունը ով պիտի կրի։ Սրա պատասխանատուն ով է։ Հանձնեք այդ դիրքերը։ Լուծումը մեկն է, կամ ադրբեջանցիները պետք է հետ գնան, կամ դուք այլևս այդտեղ պիտի մարդ չուղարկեք, որովհետև դուք էլի պիտի ասեմ, պատստավկա եք անում հարյուրավոր մարդկանց։ Այս պայդերությամբ ես խոսում եմ, այնտեղ հարյուրավոր մարդիկ կան։ Այսինքն դուք ինչ եք ուզում, այդ ասենք 300, 400, 500 հոգու գլուխն էլ ուտեք, դե հետո ասեք պատերազմով տվեցինք, էսկալացիա տեղի ունեցավ, տվեցինք։ Իսկ կարող է Ալիևը չի թողնում, որպեսզի դուք զինվորներին դուրս բերեք, որովհետև ես ասել եմ։ Ես իմ բարձրացած հարցի մեջ ասել եմ, որ դուրս գալուց եւս ադրբեջանցիները պետք է թույլ տան, որպեսզի դուք դուրս գաք։ Հիմա այս թեման, տեսեք, ամեն ինչի մասին խոսում են, բայց այս թեմայի մասին լռություն է։ Պարլամենտում որևէ դեպուտատ այս թեմայի մասին չի խոսում։ Ու սարսափելի է նաև ինչ որ ընդդիմադիր լրատվականներ փորձում են հարցը ձևակերպեն այնպես, որ հանկարծ այն մարդու անունը, ով բարձրացրել է այս հարցը, հանկարծ իր անունը չհիշատակվի։ 168 AM, դու գետինը չես մտնում։ Սիվիլն է, դու գետինը չես մտնում։ Այս ինֆորմացիոն ժամանակահատվածում դուք արանքը էլի ուզում եք մի բան կպցրած լինեք։ Արանքը էլի ուզում եք, ինչ եք ուզում, ամոթ չեք անում դուք։ Գործակալների հեղափոխությունը եղավ, ձեն չանեցիք։ Այդ ինչից եք բան ինձանից էլի հետաքրքիր է, այդ ինչ եմ արել ես ձեզ։
ճշմարտությունից եմ խոսել, դրա համար եք վառված, հա? 2020 թվականի հոկտեմբերի 10-ին խախտվում է հրադադարը, հոկտեմբերի 10-ին, 0 քննարկում է տեղի ունեցել այս հարցի վերաբերյալ, 0 քննարկում, բացի իմ հաղորդումներից, որովհետև այս թեման էլ է արգելված այս թեման, ու երբ ասում ես դուք բոլորդ նույն բանդայի ներկայացուցիչներն եք, ձեզ ասում են այս թեմայի մասին պիտի խոսես, այս թեմայի մասին պիտի չխոսես, այս թեմայի մասին կարող ես ամենավերջին հայհոյանքները տաս, բայց արգելված թեմաներ կան, հոկտեմբերի 10-ի հրադադարն է խախտվել, մարդիկ են զոհվել, հանուն ոչինչի անիմաստ, ու այս հարցը չի դառնում քննարկման թեմա, ու այս իրավիճակում դուրս են եկել դաշնակ մաշնակները, ասում են մենք ընդդիմություն ենք, մենք ասում են ընդդիմություն ենք, տեսեք թուրքական ոսկեղենիկ հայերենով ասած սկորին Երևանի փողոցներով ու մի 5 օր այդ թեմայով կհաչան թող ներեն ինձ շնասերները կոռնան ամբողջ երկիրը գտնվում է օտար երկրյա գործակալների ազդեցության տակ մեղադրանք է հնչեցվել հարգելի բարեկամներ այն որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոստնախարարը թուրքական գործակալ է մեղադրանք է հնչեցվել ոչ սովորական մարդու կողմից դուք կարող եք իրեն սիրել, չսիրել, ատել եւ կարող է սուտ է խոսել Միքայել Մինասյանը բա գործը ուր է Ուր են պատգամավորները, որ այս հարցը պիտի տային Նիկոլ Փաշինյանին, քրեական գործը ուր է։ Իսկ կարող է ճիշտ է խոսել Միքայել Մինասյանը։ Այդ դեպքում ինչ գործ ունի Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարի պաշտոնում, ինչ գործ ունի։ Այս հարցը այդ ինչպես է ստացվում, որ լռության է մատնվում։ Ինչպես Որևէ մի դաշնակ մաշնակ չի հարցնում, թե ինչպես է ստացվել, որ ազգային անվտանգության ծառայության հաստատված գործակալը հեղափոխություն է արել այն ռեժիմի դեմ, որին ինքը ծառայել է։ Ոչ մեկը այդ հարցը չի բարձրացնում։ Մի հատ լրագրող կա, մի հատ չէ, շատ են։ Մնան, բա Արթուր ջան, մենք խոսել ենք այս թեմայից, ասում լինքեր կուղարկեք։ Լինքեր ուղարկեք։ Առավոտի լրագրողներից մեկը նախկին լինքեր պիտի ուղարկեր։ Հələ մինչև հիմա ուղարկում է։ Արարատ Միրզոյանի ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու խնդրի բարձրաձայնման վերաբերյալ։ Հələ պիտի ուղարկի։ Ու այդ լրագրողները, այդ բաները, այսպես կոչված շուստրիները, հարցը լղոզելու համար ժամանակ առ ժամանակ դուրս կգան կասեն պարոն Փաշինյան, իսկ ճիշտ է որ դուք գործակալ շակալն եք։ Այսինքն կտան մի այնպիսի հարց, որին պատասխանելը շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Ու այդ լրագրողը չի ասի, պարոն Փաշինյան, նախկին թալանչիների դեմ էիր պայքարում, ճիշտ էր անում, նախկինների հաստատված գործակալ օմեգային ոնց ես նշանակի այդ պաշտոն։ Այդ հարցը լրագրողը չի տա։ Եվ իր այդ հարցերով ինքը ուղղակի կջերիկացնի թեման։ Իրենք սա դիտավորյալ են անում, հարգելի բարեկամներ, իրենք սա դիտավորյալ են անում։ Այս ամենը հնարավոր չէր իրականացնել Հայաստանի Հանրապետությունում առանց լրագրողների, խմբագիրների, որոնք գործում են ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, ԱԱԾ այդ գործակալ լրագրողների,
ԱԱԾ գործակալ խմբագիրների եւ ԱԱԾ գործակալ քաղաքական գործիչների, հարգելի բարեկամներ։ Առանց իրենց այս ամենը հնարավոր չէր անել։ Բայց մենք բոլորս ենք այս նավի մեջ, հարգելի բարեկամներ, այս ցավը ուշ թե շուտ բոլորի այս ցավը, այս խնդիրները, այս ողբերգությունը, այս ռիսկերը թակելու են բոլորի դռները, հասկանում եք։ Բոլորի մոտ է գալու։ Այնպես չէ, որ ձեզ չի կպնելու։ Բոլորին է կպնելու։ Այն ինչ դուք անում եք, դրա հետևանքները դուք եւս պիտի քաղեք։ Ձեր թորները, ձեր երեխաները, ձեր կանայք, ձեր քաձերը բոլորին վերաբերվելու է անմիջական։ Սա հենց այնպես չի անցնելու։ Ոնց կարող է այսքան ավանտյուրայի հետևանքով այս աստիճան ողբերգություն բերեք, այսքան արյուն հոսի եւ դուք մտածեք, որ գնալու է անցնի մոռացության է տրվելու, ոնց հարցը տալու են վաղը մյուս օրը։ Վաղը մյուս օրը այս հարցը տալու են։ Այն падգամավորները, որոնք պիտի ստուգեն, падգամավորը պետք է վերահսկողություն իրականացնի կառավարության գործունեության նկատմամբ։ Թիվ 1 քաղաքական մարմինը ազգային ժողովն է, որի ստուգման ներքո է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Այդ ռազմահայրենատեչ դաշնակ մաշնակները սխայտարակությունները, որ թույլ են տալիս, մարդուն պավեստկա են բերում, պավեսկ են տալիս են, ղրկում են ադրբեջանցու բերան, դուք հասկանում եք, ոչ թե ադրբեջանցու հետ իրար մոտ, հայ ադրբեջանցու վերահսկողության տակ են տանում, դուք հասկանում եք սա ինչ մասշտաբի հանցագործություն է։ Պաշտպանության նախարարությունը չի հերքում արդեն, ինքը չի կարող հերքել։ Ելույթ եմ ունենում, ասում եմ եկեք խումբ կազմենք, այն հազարավոր հայոյանքներ, անեծքներ, մեն մեկը դատախազությանն է թեգանում, մեն մեկը ազգային անվտանգության ծառայությանը մտել են ու հիմնականում կանայք։ Այբարդ ասում եմ եկեք մի հատ խումբ կազմենք։ Ազգային ժողովի падգամավորներից մի քանի հոգի կազմված ԿՊԱ-կան նաև, 1-2 լրագրող գտնենք, 1-2 նորմալ լրագրող։ Ինձ հետ ես այդ դիրքերի համարներն էլ գիտեմ։ Եվ այն մարդկանցից մի քանիսի հետ, ովքեր այդ դիրքերում ծառայություն են անցել։ Գնանք տեսնենք, դա ճիշտ է թե սխալ։ Հայելու տեղը եկեք դա անենք։ Ձեզանից յուրաքանչյուրի տղեն կարող է վաղը մյուս օրը, ձեզանից յուրաքանչյուրի տղուն, ամուսնուն կարող է տանեն այնտեղ։ Տեսնենք ճիշտ է թե սխալ։ Եթե ճիշտ է, հարց տանք երկրի վարչապետին, այս խայտարակությունը, որը կա, որը ստեղծվել է, եւ դու լուծում չես տալիս։ Լուծումը հետեւյալն է, կամ ադրբեջանցիները պիտի հետ գնան, կամ եթե իրենք հետ չեն գնում, դու պիտի այդ տղեկին այդտեղից դուրս հանես։ Ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Իհարկե կլինեն նաև էլի պատդոննկներ, ովքեր այդ իրավիճակում դուրս կգան կասեն, էլի հողեր հանձնեց, էլի դիրքեր տվեց, կլինեն։ Բայց դա ինչ կապ ունի, դա չի արդարացնում քո այս պահվածքը, Նիկոլ Փաշինյան։ Չի արդարացնում։ Հիմա որպեսի այդպիսի հայտարարություններ չլինեն, այդ տարիներ շարունակ գերեվարված փաստացի գերեվարված չէ որ X թվով մարդիկ պիտի լինեն Հայաստանի տարածքում։ Եվ էլի 0 արձագանք։ Սա անում է հայը։ Սա հայն է անում։ Վաղը մյուս օրը դուրս կգանք, ինչ որ մի քանի ակտիվիստ կուսակցական կգնան եվրոպական երկրների դեսպանատների դեմը, կասեն ազատություն քաղբանտարկյալներին։ Բա գերիների ազատության համար ինչու տարիներ շարունակ Հայաստանի տարածքի գերիների մասին է խոսքը։ Հայաստանի տարածքի գերիների մասին է խոսքը։ Բա որ հանկարծ եվրոպացիներն էլ, եվրոպացի դեսպանները մի խումբ կազմեն, դուք գնում եք եվրոպական երկրների կամ ԵԱԿ-ի
շենքերի առաջ, ներկայացուցչությունների առաջ միտինգներ եք անում ԵՄ-ի, նրանք էլ հավաքվեն, հարգելի բարեկամներ, մի 10 դեսպան, գան պաշտպանության նախարարություն, դեմը պիկետ անեն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն եւ բողոքեն այն ամենի դեմ, ինչ անում է հայը հայի նկատմամբ։ Երևի դա ավելի ճիշտ բան կլինի։ Այսինքն եվրոպական երկրների դեսպանները ի նշան բողոքի պիկետներ անեն պատկան մարմինների դեմը, թե ինչ է արել հայը հայի գլխուն եւ անում։ Եվ ասի ազատություն բղավեն, ազատություն քաղաքական գերիներին։ Հետ հարյուրավոր տղերքը քաղաքական գերիներ են։ Ինֆանտիլ հասարակություն եւ այս պետությունը նման ջոչերով, հարգելի բարեկամներ, շանսեր չունի։ Շանսեր ուղղակի չունի։ Այն ամորալության մակարդակը, որ Հայաստանի Հանրապետությունում է, այդ իրավիճակում որևէ առողջ բան չի կարող լինել, մնալ ու գոյատևել։ Առավոտից երեկո սկորին են քննարկում, շտապօգնության մեքենան են քննարկում։ Այս ուր ենք հասել, որ թուրքական պետհամարանիշներով ասում են, չգիտեմ, պետհամարանիշներն էլ թուրքական էր, թե թուրքական չէր, կամ կարմիր մահիկի նկարով մեքենան ասում է Երևանի փողոցներով, դուք թուրքական երաժշտություն կլսեք, թուրքական շորեր կհագնեք, Թուրքիաներում կհանգստանաք, թուրքական գործակալներին կհանդուրժեք ու ծպտուն չեք անի։ Քանի 100 մարդ է վերջին 10-ից ավել տարիների ընթացքում վերապատրաստում անցել Թուրքիայում։ Դուք այդ ամենը կհանդուրժեք, հա։ Արարատ լեռան նկար հանելը կհանդուրժեք, 2 անգամ Երևանում եւ Բուրսայում կայացած հանդիպումներից առաջ, հետո 100 հազարներով այդ այլանդակությունը իրականացրածին ձայն կտակ, ոչ բացարձակ մեծամասնություն, բայց 100 հազարներով անկասկած, բայց թուրքական շտապօգնության մեքենան չեք հանդուրժի, դուք կհանդուրժեք այս ստորությունը, որ հայ դիրքապահին թուրքը ստուգի, ադրբեջանցին ստուգի, ձեռքերը վեր բարձրացրած, ասիլը ձեռքի հետ վերան, ու ինքը կհանի, ու հետո ինքը կգա, ու սրա մասին չի խոսի, ու չի խոսի սրա մասին, ու ես ամեն ինչը հանդուրժվում է, մի հատ մեքենան չի հանդուրժվում, Թել Ավիվում արաբական տարերով նույնիսկ տաբլիչկաներ կան, գիտեիք, Թել Ավիվում, դա ոչ մի բան չի նշանակում, դա չի նշանակում, որ արաբներն ու իսրայելյաները իրար հետ հաշտություն են կնքել արդեն, Թել Ավիվի կամ Երուսաղեմի հիվանդանոցներում բուժվում են նաև արաբները, դա ոչ մի բան չի նշանակում, գիտեք, ոչ մի բան չի նշանակում, ոչ արաբների համար և ոչ հրեաների համար, արաբական համարներով մեքենաներ Թել Ավիվում ինչքան ուզեք, Յախի Սինվարը, հարգելի բարեկամներ, այն անձնավորություններ, ով նստած էր իսրայելական բանտում և երբ արաբների մոտ գերության մեջ հայտնվեց Գելադ Շալիտ անունով կապրալը և պահանջեցին արաբները, պաղեստինցիները պահանջեցին, Համասը պահանջեց բոլոր բանտարկվածների ազատ արձակումը իսրայելական բանտերից, իսկ նրանց թիվը 1000-ից ավել էր, որոնց ճնշող մեծամասնությունը դատված էր տերորիզմ հոդվածով, և մեկ կապրալի համար 1100-ից ավել տերորիստներ տվեցին, և այդ տերորիստների մեջ էր նաև
յախի սինվարով հետագայում դարձավ Համասի լիդերներից մեկը։ Եվ այդ անձնավորությունը բանտարկված ժամանակ ունեցել է գլխուղեղի քաղցկեղ, որը բուժել են հրեա բժիշկները։ Իսկ հետո հրեա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները յախի սինվարին սպանեցին իր կատարած հաջորդ հանցագործության համար կամ հաջորդ հանցագործության կազմակերպման համար։ Այս սա է պետությունը։ Սա է պետությունը։ Իսկ դուք ընկել եք թուրքական պետհամարանիշներով շտապօգնության մեքենայի հետևից, որովհետև լիցեմեր եք, որովհետև երեսպաշտ եք, կամ չեմ կարող ասել բոլորին, կամ գտնվում եք խորը մոլորության եւ խորը ազդեցության տակ, որովհետեւ կրում եք լիցեմերների խորը ազդեցությունը։ Ազնիվ մարդ եք, դուք եք ջղայնացել, երբ տեսել եք այդ մեքենան, բայց գտնվում եք լիցեմերների ազդեցության տակ, որը ձեզ չի արդարացնում։ Հային պետք է փրկել հայից, հարգելի բարեկամներ։ Սա էմոցիոնալ հայտարարություն չի։ Հային պետք է փրկել հայ դատախազից, հային պետք է փրկել հայ դատավորից, հային պետք է փրկել պաշտպանության նախարարության հայ ղեկավարներից, հայ նախարարներից, ազգային անվտանգության ծառայության հայ սպաներից, հային պետք է փրկել հայ վարչապետից, հային պետք է փրկել հայ նախագահից, հային պետք է փրկել դաշնակ մաշնակներից, հային պետք է փրկել հայ լրագրողներից, հայ խմբագիրներից, ազգային անվտանգության ծառայության հայ գործակալներից։ Ու այդ օրը կգա, այս ողջ համակարգը կփլուզվի։ Տա Աստված այս համակարգը փլուզի հայը։ Իսկ եթե ոչ, թող այս համակարգը փլուզի օտարը, եւ թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր Տիրոջ մերը։